Հրաշ Ավիրովիչ, մի հարցել ես մեր երկրի ցանկությունը Եվրամիություն մտնելու, մի կողմից ազգային ժողովուրդն որոշում է ընդունում, ցանկությունը հայտնում, մյուս կողմից Օվերչուկը ասում է կամ այս կողմա կամ այն կողմա, դա ասում է Տիտանիկի համար տոմս է կառել, որ ուզում է գնալ Եվրամիություն, եւ մի բան էլ որ ասում են զգալի մասը ժողովրդի ուզում է հետարքիր թվեր են այս Գյումրի ընտրությունները, այդ 4 կուսակցությունը, որ այդ 60,000 ստորագրությունը հավաքեց, իրանք բլոկ են կազմել Գյումրիում, իրանք իրանց տեխնացուն ունեն, որը 4.5% հավաքեց ընտրություններին։ Փաստորեն ստացվում է, որ այդքան էլ դες միանշանակ չի ժողովրդի զգալի մասը, զգայուն մասն ինչ-որ դες տերմիններ կային, հա, մեծամասնությունը եւ դուք ինչ եք մտածում Եվրամիություն մտնելու Եվրազիա։ Նախ այդ 10%-ների մասին ասեմ ձեզ, վարչապետը անդադ ելույթ ունենում, անդադ իրան նշում է, ինձ ընտրել է ժողովուրդը։ Բայց իրան ընտրել է ժողովուրդը, իրան չի ընտրել ժողովուրդը։ Իրան ընտրել է այն վարչապետին, այն ժամանակ, այն Փաշինյանին, որը ինքը ասում է Ղարաբաղը մերն է եւ վերջ, որ դուք երջանիկի ժողովուրդ, իմ հպարտ քաղաքացի եւ այլը, որ սենց է լինելու, լավ է լինելու, հեսա միլիարդները հետ բերեմ ես հին մարդկանց եւ այլը, իրան են ընտրել։ Հիմա ինքը ճիշտ հակառակն է ասում եւ հակառակը արել, անթույլատրելի հակառակը։ Ասում է ես չեմ ստորագրել, վերջերս ասած ստորագրել է։ Գիտեք, խնդիրներ շատ կան, իր ասածը։ Դրա համար ասում եք այսօր ինքը ոչ մի ձայներ չունի, ես չեմ հավատում այդ ընտրություններին, դրա մեջ ցույց տվեց, որ 4 կուսակցություն միացրեցին, 4 հələ 4% պետք է հասկանալ, թե ոնց են ընտրել։ Պետք է ոչ մի ես չեմ պատկերացնում, էսա, եթե մենք արդար ընտրություններ անենք, մենք իմանանք, թե ինքը կարող է թե չի կարող, ինչ որ մնում է Եվրոսայից գնալը։ Գիտեք, Եվրոսայից գնալը։ Գնա ինչ անի։ Ես միշտ անդադ ասել եմ, եթե դուք բոլոր ես էլ եմ ուզում Եվրոսայից գնալ, ես էլ եմ ուզում Ամերիկա գնալ, բոլոր տեղին ուզում եմ գնամ, բայց գնամ ես ինչ անեմ, ով է ինձ այնտեղ սպասում։ Ով ինչ կարող է տալ։ Մեր պետություն դուք վերցրեք, իգներդ ասեցիք, այս վերջերս Ռուսաստանում ամփոփել է, մոտ 12,000 մեր ապրանքաշրջանառությունն է, 12 միլիարդ, 12 միլիարդից ավելին։ Դե տեսեք, այնպիսի ստրատեգիկ ապրանքներ, ինչպիսին հացը, հացամթերքը, դա գրած էր մոտ 80-ից ավել տոկոս։ Այսինքն, բայց հաց մենք որտեղից ենք բերելու, ինչ գնով ենք բերելու։ Այսօր մենք արդեն ճգնաժամի մեջ ենք։ Գազը որտեղից ենք բերելու, ինչ գներով։ Մնացած այլ բաները։ Հիմա ասում են Իրանից գազը կբերենք, ես դեմ չեմ Իրանից։ Իրանից գազը սկզբից մենք պետք է Իրանից գազը բերենք։ Գիտեք, գազը այնտեղ չի, որ վեդրոչի կամ մի կանեստր դրեցիր, բերեցիր։ Այնտեղ այո, կառուցել են, Քոչարյանի օրոք կառուցեցին գազախողովակներով բերեցին, բայց դա շատ քիչ է, որովհետեւ մենք թեկուզ Իրանը եթե տա, դա մեծ հարց է, բայց եթե տա, հաշվեք որ Իրանը մեր բարեկամն է տվեց, չէ՞ որ մենք այդ տրոման պետքա քաշենք, դա ժամանակ է պետք, բայց մինչև այդ ինչ, ռուսներն ասում են դուք որոշում կայացրեք, որտեղ եք, եթե այնտեղ եք, դուք գնացեք իրանց հետ, Եվրազիական Մենք կարծես ինչ որ բան ամեն դեպքում փոխվել է հենց իշխանության մոտ կախված Ռուսաստանի դերի բարձրացմամբ տարածաշրջանում Ամերիկայի ընտրություններ եւ այլն աշխարհաքաղաքական առումով իշխանությունը կարծես նորից ուղղություն է փոխում դեպի Ռուսաստան դուք այդ կարծիքին եք թե ոչ Դե գիտեք ինչ կա ես համաձայն եմ ինչ որ բաներ հիմա վերջերս արտաքին գործերի նախարարը եկավ ինչ որ բաներ ասեց բայց դե գիտեք մեկը մյուսին հակասում հա ասածները նա նայ ասում իսկ parlamentă întâlնում է վերջերս ընդունեց երկրորդ այո ընթերցման ժամանակ ընդունեց Եվրազիա բան գնալ Եվրոպա ոչ թե Եվրազիա 12 քանի միլիարդ է Եվրազիայի ընդհանուր առևտրաշրջանառություններ Դա հիմա գիտեք ինչ կա անհասկանալի է կայուն չի վստահություն չունի ինքը վստահություն չունի, հետո իրանք շատ լավ տեսնում են ինքը ինչ անում իրան ժողովրդի նկատմամբ, շատ լավ տեսնում են, շատ լավ հասկանում են։ Հեսա, դա եթե հիմա պետքա գնանք այնտեղ, ինչն է փոխվել, եթե դուք ասեք, ես կիմանամ։ Հələ բայց ռուսները առայժմս չի փոխվում ռուսական կողմից, որտեղ նախ ես անդադ աշխատում եմ գլուխ չեմ գովում, որ ասեմ, իրանց հետ, որ ամեն ինչ արվի, ես ասում եմ ամեն ինչ կփոխվի, չէ՞ որ իշխանությունը վեճնի չի։
իշխանությունն է գնալու, բերեք բան չանեք, բերեք մեր ժողովրդին տեղից արդեն իրանք ինձև են բոլորին բացատրում, ասում որ բոլորը գիտեն, այս որ մտանք Եվրոսայուզ, էլ չենք աշխատելու, դիվանի վրա պարկելու ենք, Եվրոսայուզը բերի, բոլորիս ըստ պահանջի ապրենք։ Ոչ չի լինելու։ Չի նախ Եվրոսայուզ մեզ չեն ընդունել, դի ձևի Վրաստաններ, տեսեք ինչ եղավ, Ուկրաինան ասեմ, բարձ օրինակ, մենք հետևանք չենք անում, մեր պարետոլոգները այդ մասին չեն խոսում, տեսեք ինչ արեց Ուկրաինան եկավ, տեսեք, մի փոխվեց, չէ՞, մի նախագահ փոխվեց մի պետության, Ամերիկան, եկավ ասեց ես չէ, 350 միլիարդ փող եմ տվել, բայց այդքան չէր տվել, ամեն դեպքում այդքան հաշվեցին, ես երկրի ինչ հարստություն կա վերցրեցին, պատկերացնում եք այդ երկրի վիճակը, վաղը Եվրոպային պետք է այդ կռիվը, իրանք այդ Եվրոպային այդ կռիվը պետք է, Եվրոպան շատ լարված է, ուզում է այդ կռիվը շարունակի եւ այլը, ես գիտեմ մի քիչ բաներից, ասենք առաջի դեմքերից, մնա Գոգոս դեպից, ես չեմ ուզում անուն տամ, բայց ասեմ ինչ են ասում եվրոպացիներին, ով որ իրանց հետ անմիջապես կապի մեջ է, բանակցությունների մեջ են ժամանակ ընդեղ, գնացել են Եվրոպա, ամերիկացիները, իրանցից մեկին, դա շատ մեծ պաշտոնյա, ասում են բերեք մի տարի, համոզում են ամերիկացիները, թող մի տարի էլ պատերազմը շարունակվի։ Դե պատկերացրեք, հենց որ պատերազմը կայնավ, արդեն եվրոպացիները կսկսեն պահանջ, թե ինչ վերցեն ներկայացնեն Ուկրաինային, թե իրաց բաժին, իրաց փողերը բավարարագնում, բայց մենք ինչ պետք է ստանանք։ Այնտեղ Վենգրիան իր հողերը կվերցնի, ես եմ Լեհաստանը Իրան, Ռումինիան Իրան, Սլովակիան Իրան, Կարպատները բանը։ Սա հենց այդ խնդիրները, հետո դες բան չկա, որ կգան իրան սիրուն կյանք անհասկանալի է։ Դեպքում նաև բիզնես առումով մեզ հասարակության իշխանությունը համոզում է, որ Թուրքիայի հետ սահմանը բացելը, ցեղասպանությունը մոռանալը, խաղաղության պայմանագիրը, սահմանադրությունը փոխել այդ ամեն ինչը պետք է զիջեր Հայաստան-Թուրքիա սահմանը բացելու համար, որպեսզի մեր տնտեսությունը զարգանա, այստեղից մենք արտահանում անենք, ներկրում անենք եւ այդպես կսկսենք շատ ավելի լավ ապրել։ Այդ շանսերը մենք ունենք։ Գիտեք, այդ բլաբլաները մեր ժողովրդին, ամբողջ մեր ազգին կործանում է մեր ազնել այդ բլաբլաները։ Ես այ կուզենամ մի հատ հիմա ասել, Յուլիա ջան, ձեզ ասեմ, մի հատ խնդրում եմ լավ մասնագետների, տնտեսագետների հաշվարկեք, թե մենք ինչ ենք արտահանում, դարձախ կա ցուցակը, ասենք Եվրազիա, եւ ինչ ենք առնում Եվրազիայից գումարին մի քիչ ավելի շատ մենք առնում ենք, քան թե մենք արտահանում ենք, ձեզ ասեմ, տեսեք դա հանեք, երկրորդը վերցրեք, թե մենք ինչ կարող ենք արտահանել Թուրքիա, ինչ կարող ենք Թուրքիա արտահանել եւ ինչ կարող ենք իրանցից առնել։ Ես խնդրում եմ, որ իրանց բան անեք, վերցնեք, անկախ, ես երբևիցե մի բան չեմ ասում, որ չկա, գոյություն չունի, այդ իրանք են ասում, որ մենք գրենք, ես ցույց տանք, թե մենք ինչ կարող ենք անել, ես ինքան ուրախ կլնեմ, որ Թուրքիա սահման չլինի, Ադրբեջան, բոլոր տեղերը, ես շատ ուրախ եմ բարեկամանան բոլորի հետ, խաղաղություն լինի, ինք իր ասածները բանակի վրա, մի բանակ ստեղծեմ, ինչ բանակ ստեղծեմ, միշտ դա ձևավորված, օրինակ մի ժամ միշտ եղել ամբողջ մարկային պատմության մեջ, մանավանդ վերջերս, վերջի մի քանի 100 տարիներ։ Ինչն է, սոցիալական ժամանակ ինչ կար, կար ՆԱՏՕ, կար Վարշավսկի դագավոր։ Հիմա ինչ կար։ Այս բաների փլուզումը մնացել էր ՆԱՏՕ, ՕԴԿԲ։ ՆԱՏՕ, ՕԴԿԲ։ Կար, ինքը վերցրեց դուրս եկավ։ Ես բանակ ստեղծեմ, երկու պետության հետ կարող է վատ լինենք, բայց երկու պետության բանակ ոնց ստեղծեմ կամ ինչի համար ստեղծեմ։ Դա ասելու բան է, որ ինքը ասում է։ Դրա համար կան դրա համար է պետք մենք մտնենք ՕԴԿԲ-ի մեջ ենք։ Ինչ որ կատարում է ՕԴԿԲ Ռուսաստանից, հետևանքը այսօրվա Հայաստանի իշխանությունների վատ քաղաքականությունից է։ Ամեն ինչը 100%։
Դրա համար էլ իրանք էտա, էսա, վիճակը սա է։ Բայց մտեք սեզ ոնց կլինի բա։ Ես թվում եմ մենք հագին հետո ստեղել միջացնենք։ Բայց մի ժամ կարելի էր խոսալ։ Դե հետարքիր էր։ Չէ, հետարքիր շատ ասելիքներ կան, կարելի ասել վերցրեք տեսեք կոնստիտուցիան փոխում է։ Դակորոք ստորագրում է։ Ես զարմանում եմ, սես բան ոչ մի տեղ չկա։ Դեր Աստվածտա մեր ազգին համբերություն եւ Աստվածտա մեր ազգին մի քիչ նեն հայրենասիր հայրենիքը ամեն ինչ ազնականացնում ենք ամեն ինչը հետո իմ մասի խոսալ դա ինչ պետք է մալիշկայից եմ ես ասում եմ մենք մեր գյուղ այնքան շատ եմ սիրում էլ չասած շատ լավ է մալիշկայից եմ հայ եկել եմ աշխատում եմ ոչ մեկից փող չեմ վերցրել ոչ մեկից փող չեմ ստացել եղածը կանգնացրել են դժվարություններ են ստեղծում ինչ է ոչ մի բան չի եղել ես անհանգստացած եմ ոչ թե իմ բիզնեսի մասին այլ ես անհանգստացած եմ պետության պետականության պետական շահի եւ անվտանգության հարցերով Հայաստանի ես ոչ մի խնդիր չունեմ գիտեք ոչ մի խնդիր հետո հիմար բաներ գրում են այնտեղ ես իմ տղաս եկել աստեղ հետաքրքիր է անունը չեն ճշգրել Աբրամյան Արթուր տղաս եկել աստեղ որ այս վերջի փողերը ժողովրդի տիպը գողանա տանի Այ քեզ բան այնպես որ աննորմալ երևույթ է եկեք մենք իրար հետ միասին երբեք մենք չպետքա հանգիստ վերաբերենք համաձայնվենք եղածին մենք պետքա ճիշտը ասենք ես կոչ եմ անում բոլորին ասեք ճիշտը ստուգեք հասկացեք եւ ասեք ինչ որ կա մեզ պետք չի ավելացնենք ինչ որ կա մեր համար դա արդեն ոնց ասեմ ճայճի մեջ ամենաանդունդում ենք գլորեն եկեք դա ասենք եւ երկրորդը ամենակարևորը ասենք թե ոնց կարող ենք այդ իրավիճակից դուրս գալ ես երևի ես մի առանձին հերոստանգություն որտեվ դա երկար թեմա է պետք է ես ասեմ մենք ծրագիր ունենք գրել ենք ասել ենք թե ոնց պետքա դուրս գանք այս իրավիճակից ես էսա մի երևի այսօր այստեղ որտեղ ինձ կհրավիրեն միտեղ ես ասեմ թե մեր ծրագրի մասին խոսանք եւ ասենք մենք ինչ ենք որոշել եւ ինչ ենք ոնց ենք տեսնում դա Իմ կարծիքով դա ամենաճիշտ եւ շատ արագ պետք է ծրագիր իրագործենք։ Շնորհակալ եմ բոլորիցս, լավ եղեք։